Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մենք չգիտենք, թե ինչ է մեզ հետ տեղի ունենալու մեկ շաբաթից կամ վաղը կամ թեկուզ 5 րոպեից։ Եվ այդ առումով մեր բոլոր խոսակցությունները պլանների կամ ծրագրերի մասին մեղմ ասած պայմանական են։ Մի բան կա, որ բոլոր մարդիկ գիտեն, որ մեր երկրային կյանքը վաղ թե ուշ ավարտվելու է։ Բացի դրանից մենք քրիստոնյաներս մեկ այլ բան գիտենք, որ վաղ թե ուշ կանգնելու ենք դատարանի առաջ։ Ինչպես է դա տեղի ունենալու։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Ինչու է դատաստանը կոչվում ահեղ, որովհետև դա վերջին, ամենաօբյեկտիվ, ամենաիրավազոր դատարանն է լինելու, որը ճշգրտորեն որոշելու է մեր մեղավորության աստիճանը եւ մեր փրկության հնարավորությունները։ Եվ այդ դատարանի որոշումները կլինեն հավերժ, վերջնական, անբեկանելի։ Մենք մարդիկ իրար դատելու ոչ միայն իրավունք չունենք, այլև չենք կարող, որովհետև մենք միմյանց մինչև վերջ չենք ճանաչում։ Մենք ինքներս մեզ նույնպես մինչև վերջ չենք ճանաչում։ Իսկ նա, ով մեզ դատելու է ահեղ դատաստանի ժամանակ, նա մեզ գիտի բոլոր, թեկուզ ամենաչնչին մանրամասներով։ Բայց ինչպես է դա տեղի ունենալու։ Աստվածաշնչյան այդ դրամատիկ սյուժեն դարեր շարունակ հուզել է մարդկանց, այդ թվում իհարկե նաև արվեստագետներին։ Ինչպես էին նրանք պատկերացնում ահեղ դատաստանը։ Կերպարվեստի ամենահայտնի մեկնությունները ստեղծվել են թերևս 16-րդ դարում։ Սիքստինյան խորանում գտնվող Միքելանջելոյի որմնանկարում Աստված խիստ դատավոր է։ Հրեշտակները կրում են չարչարանքների գործիքները, խաչը, մեխերը, հիշեցնելով, որ դատաստանը հիմնված է զոհաբերության վրա։ Արդարները բարձրանում են վերև։ Դատապարտյալները իրարից կառչելով ընկնում են անդունդը։ Մի խոսքով դանթեական ոգով ներշնչված մի աղետալի պատկեր է։ Միքելանջելոյից մի քանի տասնամյակ առաջ հոլանդացի Հերոնիմուս Բոսխը մի քանի տրիպտիխներ, եռափեղկ պատկերներ է ստեղծել նույն թեմայով։ Դրանցից ամենահայտնին ներկայացնում է աշխարհի կործանումը։ Այստեղ մեղավորների մարմինները քայքայվում են, կորցնում են մարդկային ձևը, դառնում են առարկաներ։ Գաղափարն այն է, որ մեղքը ոչնչացնում է մարդկության էությունը։ Միքելանջելոյի եւ հատկապես Բոսխի մոտ դատաստանն իրականում շատ ահեղ է, շատ դաժան է նկարագրված։ Դժոխքի դատապարտված մարդկանց տառապանքների ցավը այստեղ ակնհայտ է։ Պատկերված է նույնիսկ կարելի ասել ինչ-որտեղ նատուրալիստական ձևով։ Ի տարբերություն նման պատկերների մեր հայկական մանրանկարչության մեջ այդ սյուժեն պատկերված է միանգամայն այլ ձևով։ Նման սարսափելի տեսարաններ ընդհանրապես չկան։ Ամեն ինչ շատ ավելի հանգիստ է եւ զուսպ։ Իհարկե մենք խոսում ենք տարբեր ժանրերի մասին։ Մի բան է հսկայական որմնանկարը կամ մեծադիր եռափեղկ պատկերը, տրիպտիխը։ Մեկ այլ բան է գիրքը, որի ընթերցումը որոշակի հանդարտություն է պահանջում։ Բայց անշուշտ կան նաև խորքային, բովանդակային տարբերություններ։ Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի, իսկ այնուհետև վերածննդի մարդկանց ընկալմամբ ահեղ դատաստանը ճգնաժամ է, պայթյուն է, քայքայում։ Հայկական ավանդույթի մեջ նույնպես կա պատժից սարսափելու մոտիվը, բայց մեր մշակույթում դատաստանի մեջ շեշտադրվում է աշխարհը, այսպես ասած, պարզաջրելու, կարգի բերելու մոտիվը։ Դրա համար 13-րդ դարում կիլիկյան մանրանկարներում կոմպոզիցիայի մեջտեղում գտնվող Աստված թեև խիստ է, բայց ներքին հանգստությամբ է իր գործը անում։ Եվ այստեղ կարևոր նշանակություն է ձեռք բերում հոգիները կշռելու թեման։ Կշռելու տեսարաններ Աստվածաշնչում որպես այդպիսիք նկարագրված չեն։ Բայց միջնադարյան քրիստոնեական արվեստի այդ կշռելու սիմվոլիկան արմատներ ունի թե Աստվածաշնչյան տեքստերում, թե ավելի վաղ հին աղբյուրներում, օրինակ հին Եգիպտոսում։ Արդեն բուն Աստվածաշնչում, հին կտակարանում, բաբելոնյան թագավոր Բաղդասարի խնջույքի ժամանակ պատին երևում է առեղծվածային ձեռքի թաթ, որը գրում է հաշված, կշռված, բաժանված։ Եվ Դանիել Մարգարեն անմիջապես հետո բացատրում է իմաստը։ Աստված չափեց քո թագավորությունը, կշեռքով կշռեց եւ պակաս եղավ։ Ուզում է ասել դու Աստծո առաջ իրական կշիռ չունես, որովհետև դատարկ ես, քանի որ չափից դուրս ինքնագոհ ես։ Եթե դառնանք ավետարանին, ապա հարց է առաջանում. ինչպես, ինչ չափանիշներով է դատում
կշռում մարդու որդին, երբ գալիս է իր փառքով եւ իր հրեշտակների հետ, ինչպես է նա զանազանում, զատում աչքն ու ձախը, բարին ու չարը, ճիշտն ու սխալը։ Նոր կտակարանում դրա վերաբերյալ կան տարբեր հիշատակումներ, բայց ամենահայտնին եւ գուցե մեզ համար այսօր ամենահասկանալին Մատթեոսի ավետարանում տեղ գտած նկարագրությունն է։ Տիրոջ առաջ հավաքվելու են բոլոր ազգերը եւ նա հանդես է գալու որպես հովիվ, որը զատելու է ոչխարներին այծերից, անմեղներին մեղավորներից։ Մեր, ինչպես եւ ընդհանրապես արևելյան քրիստոնեական աստվածաբանությունը եւ հետեւաբար նաեւ արվեստը ավելի մոտ է այս հովվի փոխաբերությանը, քան այն ահեղ դատավորի կերպարին, որը մենք հանդիպեցինք Միքելանջելոյի որմնանկարներում։ Ոչխարները, այսինքն անմեղները, արդարները աջից են, իսկ այծերը, մեղավորները ձախից։ Եվ Տերը դնում է հետևյալ չափանիշը. այս վերջին դատաստանի ժամանակ Աստծո արքայությունը ժառանգելու են նրանք, ովքեր, ասում է Տերը, երբ քաղցած էի, ուտելիք տվեցիք, երբ ծառավ էի, ջուր բերեցիք, երբ օտար էի, ինձ հյուրընկալեցիք, երբ մերկ էի, ինձ հագցրեցիք, երբ հիվանդ էի կամ բանտում էի, եկաք տեսակցության։ Եվ արդարները բնականաբար պետք է հարցնեն. այդ երբ ենք մենք քեզ տեսել, որ այդ ամենը արեցինք։ Տիրոջ պատասխանը. ինչ որ արեցիք իմ այս փոքր եղբայրներից մեկին, ինձ համար արեցիք։ Եվ հայլանման վիճակ է ձախ կողմում կանգնածների, մեղավորների դեպքում։ Նրանք կարժանանան հավիտենական կրակին այն պատճառով, որ այդ ամենը չեն արել։ Ո՞րն է իմաստը։ Ամեն մի սովածի, ծառավի, օտարի, մերկի, հիվանդի, բանտարկյալի, ցանկացած մարդու մեջ պիտի կարողանանք տեսնել Աստծուն եւ հաշվի առնենք, որ այն վերաբերմունքը, որը մենք դրսևորել ենք այդ մեր մերձավորի նկատմամբ, իրականում վերաբերմունք է Աստծո հանդեպ։ Իսկ երբ մենք ոչ միայն վատություն ենք անում, այլև պարզապես անտարբեր անցնում ենք կարիքավորի կողքով, մենք դրանով մերժում ենք այդ կարիքավորի աստվածային բնույթը։ Իհարկե, պատմության մեջ կային սոցիոպատներ, ակնհայտ չարագործներ, որոնց մասին պատմությունները փոխանցվում են սերնդե սերունդ։ Բայց մարդկության հիմնական զանգվածը նրանցից չէ, որ բաղկացած է։ Նրանցից չէ, որ գալիս է հիմնական չարիքը։ Այդ մարդիկ բացառություն են։ Իսկ հիմնական զանգվածը բաղկացած է սովորական մարդկանցից, որոնք բաժանվում են երկու մասի՝ անտարբեր մարդիկ եւ ոչ անտարբեր մարդիկ։ Թե ինչպիսին լինել, ընտրությունը մերն է։